Նաիրիդ գործարանը բնապահպանական լուրջ ռիսկի աղբյուր է Երևանի եւ հարակից բնակավայրերի համար։ Գործարանը չի աշխատում արդեն 15 տարի, սակայն դրա տարածքում պահվում են մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար վտանգավոր քիմիական նյութեր։ Մինչ օրս դրանք չեն վնասազերծվել, ինչը նշանակում է, որ շոշափելի վտանգ կա թե մեր, թե շրջակա միջավայրի համար։ Նաիրիտի քլորոպրենային կաուչուկի արտադրամասում կաուչուկից բացի առաջանում էր թափոնային նյութ՝ էթինոլ լակ, որը պայթյունավտանգ է։ Խորհրդային տարիներին էթինոլ լաքը Հայաստանից տեղափոխվել է Ռուսաստան եւ կիրառվել նավաշինության մեջ։ Դրանով ներկում էին նավերը, ջրի հետ շփվող մետաղը քայքայումից եւ ջրային օրգանիզմների ազդեցությունից պաշտպանելու համար։ Խորհրդային միության փլուզումը հանգեցրել է նաեւ էթինոլ լաքի արտահանման շղթայի փլուզմանը։ Վտանգավոր նյութը մեծ քանակությամբ պահեստավորել են Նաիրիդ գործարանի տարածքում։ Նաիրիդ գործարանի նախկին ավագ գիտաշխատող Իշխան Աղաջանյանը մեզ հետ զրույցում պատմում էր, որ էթինոլ լաքը դյուրավառ ածխաջրածինների խառնուրդ է ու ներսում անընդհատ ինչ-որ քիմիական ռեակցիաներ են ընթանում։ Դրանք կասեցնում են հատուկ քիմիական այլ նյութեր ավելացնելով, իսկ եթե ռեակցիաները չեն կասեցվում, էթինոլ լաքը պնդանում է ու դառնում է պայթյունավտանգ։ Իշխան Աղաջանյանը Նաիրիդ գործարան աշխատանքի է ընդունվել 2003 թվականին։ Նա առաջարկել է էթինոլ լաքի հիմքի վրա ստանալ ներկեր, որը կչեզոքացներ դրա պահպանության եւ տեղափոխման ընթացքում առաջացող ռիսկերը։ Ես լաբորատոր պայմաններում ուսումնասիրել եւ պարզել եմ, որ լաքն ունի նաեւ դրական հատկություններ։ Գլխավոր տնօրենը տվել էր արդեն հրաման, որ պետք է կազմակերպվի ներկերի արտադրություն։ Իմ առաջարկությամբ համարյա 600 կիլոգրամ ներք ստացան, բայց փորձարարական աշխատանքներ չիրականացրին։ Հետո գլխավոր տնօրենը փոխվել էր, նշանակվել էր Վահան Մելքոնյանը։ Երբ հետաքրքրվում էր այդ աշխատանքներով, նրան գործարանի ղեկավարները ներկայացրել էին, որ փորձարարական աշխատանքներ են կատարվել եւ իրենց չեն արդարացրել։ Աղաջանյանը գործարանի ղեկավարությանը բազմաթիվ նամակներ եւ զեկույցներ է գրել, սակայն ի վերջո նրան առաջարկել են հրաժարվել իր գաղափարից։ Նաիրիդի ղեկավարությունը չի ցանկացել զբաղվել ներկերի արտադրությամբ։ Բացի դրանից քննարկվում էր նաեւ գործարանի հետագա շահագործման հարցը։ Նաիրիտում տարեկան արտադրված շուրջ 5000 տոննա կաուչուկից մոտ 700 տոննա էթինոլ լակ է գոյացել։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, գործարանի տարածքում հիմա պահեստավորված ավելի քան 1000 տոննա էթինոլ լակ կա։ Մեկ այլ տվյալ էլ մենք ունենք, նախկին տնօրենն է մեզ հայտնել, որ ոչ թե 1000 տոննա, այլ 1500 տոննայի է հասնում այդ պահեստավորված էթինոլ լակի տարաները։ Իսկ տարաների տեղաշարժը կարող է հանգեցնել ուղղակի նյութի բռնկման։ Նախկինում էթինոլ լաքը մի քանի անգամ դարձել է Նաիրիտում հրդեհի պատճառ։ 2006 թվականին 3 հրդեհ գրանցվեց՝ նոյեմբերի 12-ին, դեկտեմբերի 22-ին եւ 24-ին։ Դեկտեմբերին այրվեց ընդհանուր 900 տոննա էթինոլ լակ պարունակող 3 տարա։ 2009 թվականի մայիսի 14-ին քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած երկու պայթյունները խլեցին 4 աշխատակցի կյանք, բայց հստակ պատճառները ոչ տեխնիկական քննությամբ, ոչ քրեական գործով չպարզվեցին։ Իշխան Աղաջանյանը հետքին հայտնել է, որ բուն պատճառը եղել է էթինոլ լաքը։ 2017-ի օգոստոսի 28-ին խոշոր հրդեհ բռնկվեց Նաիրիտում։ Կրկին էթինոլ լաքի տարաներ այրվեցին։ Նաիրիտում կուտակված վտանգավոր քիմիական նյութերի, թափոնների եւ սարքավորումների հարցը վերջին տարիներին կրկին իշխանությունների օրակարգում է։ 2023 թվականի ապրիլին վարչապետի հանձնարարությամբ միջգերատեսչական աշխատանքային խումբ էր ստեղծվել, որը պետք է քննարկեր գործարանի տարածքում մնացած քիմիական նյութերի կառավարման հարցը։ Աշխատանքային խումբը համակարգում է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ Հետքին նախարարությունից հայտնել են, որ Նաիրիտի տարածքում 180 տեսակի քիմիական նյութ կա։ Դրանց մի մասն օգտագործվել է քլորոպրենային կաուչուկ արտադրելու համար, մյուսները որպես արգասիկ առաջացել են այդ կաուչուկի արտադրության ընթացքում։ Ըստ ներքին գործերի նախարարության տվյալների, այս 180 նյութերը պետք է վնասազերծվեն կամ իրացվեն տարբեր ձևերով։ Նախկինում իրականացված քիմիական նյութերի նույնականացումը, ինչպես նաև տարիների ընթացքում հնարավոր ֆիզիկա-քիմիական հատկությունների փոփոխությունները հաշվի առնելով, քիմիական նյութերից 34-ը ենթակա են վնասազերծման այրման եղանակով, 144-ը ներկայացված են հրապարակային սակարկություններով վաճառքի, իսկ 2-ը նախատեսված են արտադրամասերը վնասազերծելու համար։ Ներքին գործերի նախարարությունից նաև տեղեկացրել են, որ Նաիրիդ գործարանի տարածքում անցկացվել է ջրագիծ, վտանգավոր արտադրական տեղամասերում տեղադրվել են բարձր ճնշման հիդրանտներ, որոնք բավարար են արագ եւ պատշաճ հրդեհաշիճում իրականացնելու համար։ Հայաստանի պետական բյուջեից 2022-ից 26 թվականներին նախատեսվել է շուրջ 1.4 միլիարդ դրամի ծախս Նաիրիտի անվտանգության ապահովման համար։
Ներկա փոխարժեքով այս գումարը հավասար է 3.7 միլիոն դոլարի։ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության ու Համաշխարհային բանկի միջև քննարկումների արդյունքում բանկն առաջարկել է Նաիրիդ գործարանի տարածքում իրականացնել բնության վերականգնման ու հողերի ռեկուլտիվացիայի ծրագիր։ Այն բաղկացած է մի քանի փուլից։ Առաջին փուլը նախապատրաստականն է։ Սրա ընթացքում իրականացվելու է տեղամասի որոշում եւ քիմիական մաքրում։ Համաշխարհային բանկի մաս կազմող վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը 1.5 միլիոն դոլար դրամաշնորհ է հատկացնելու Հայաստանին ծրագրի նախապատրաստման համար։ Երկրորդ փուլում կատարվելու է իրավական, ֆինանսական եւ քաղաքային պլանավորում։ Դրան հաջորդելու է գործարանի ապամոնտաժումն ու քանդումը։ Վերջին 4-րդ փուլում իրականացվելու է հողի ու ստորգետնյա ջրերի վերականգնում։ Գործարանում մնացած ամենավտանգավոր նյութը էթինոլ լաքն է, որի չեզոքացման համար հատուկ վառարաններ են պետք։ Եվ ինչպես մասնագետներն են ասում, Հայաստանում չկան նման վառարաններ, իսկ Հայաստան տեղափոխել այդ վառարանները հնարավոր չի, շատ թանկ կարժենա, ուրեմն այս պարագայում ինչ պետք է անել։ Լուծման միակ տարբերակը, որ կարող եմ առաջարկել, տեղափոխելն է ամայի վայր, փորել մի քանի մետր խորությամբ փոսեր, ցիստերները տեղափոխել այդտեղ ու ցեմենտ բետոնով փակել, էթինոլային լաքի գերեզմաններ պատրաստել։ Բայց տեղափոխելը նույնպես վտանգավոր ու ռիսկային է։ Այդ պատճառով էլ հիմա անելանելի իրավիճակի առաջ են կանգնած։ Հնարավոր տարբերակներից մեկը տեղում թաղելն է, բայց այդ դեպքում էլ տարածքն օգտագործելը վտանգավոր կլինի։ Պայթյունավտանգ իրավիճակն անպակաս կլինի։ Իմ առաջարկած այս տարբերակները գուցե լավագույնը չեն, բայց այս պահի համար միակն են։ Չնայած անվտանգային միջոցառումներին եւ արտասահմանցի գործընկերների հետ Նաիրիդն ապամոնտաժելու մասին քննարկումներին նախկին արդյունաբերական հսկան շարունակում է պահպանել իր վտանգավոր կարգավիճակը։ Բնապահպանական լուրջ աղետի ռիսկը շարունակում է կախված մնալ Երևանի եւ հարակից բնակավայրերի գլխին, իսկ ժամանակը մեր օգտին չի աշխատում։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին փաստորենի հետագա հաղորդումները բաց չթողնելու համար։ Հետևեք մեզ նաեւ սոցցանցերում։